Բարև ձեզ։ Ռուս պոետ Նատան Զլատնիկովը 20-րդ դարում գրած իր պոեզիա եւ քաղաքականություն հոդվածում անսպասելիորեն հիշատակում է հեքիաթի հայտնի պարահանդեսը եւ Մոխրոտին, նշելով, որ Մոխրոտն ուներ ուժեղ մրցակից, մեծ ամբիցիաներով եւ երաշխիքներով, որ դրանք կյանքի է կոչելու։ Սակայն Մոխրոտը քաջիմանալով իր ուժեղ մրցակցի մասին, այնուամենայնիվ փախչում է պարահանդեսից իր հաղճապակյա կոշիկը թողնելով արքունական պալատի աստիճաններին։ Զլատնիկովի այս փոխաբերության մեջ Մոխրոտը պոեզիան է, նրա մրցակիցը քաղաքականությունը։ Եվ Մոխրոտը պարահանդեսից փախավ ոչ այն պատճառով, որ վախենում էր իր զգեստի վերափոխումից, այլ ուրիշը, օտար լինելու անհարմարությունից։ Ինչպես հետո իր կոշիկը պիտի անհարմար լիներ եւ անտանելի պարահանդեսի մասնակիցների, այդ թվում եւ իր մրցակցի համար։ 6-րդ օր հաղորդաշարի այսօրվա հյուրը պոետ Հուսիկ Արան է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Փոխադարձ շնորհակալ եմ։ Պարոն Հուսիկ, պոեզիան եւ քաղաքականությունը երկուսն էլ ձևավորում, ձևափոխում են իրականությունը եւ դուք երբևէ չեք խորշել քաղաքական պոեզիայի փորձառությունից։ Ձեր կարծիքով ում խոսքն է ավելի զորեղ պոեզիայի թե քաղաքականության եւ երբ է բառը ստանում կամ դառնում իշխանություն։ Նախ ասեմ, բանաստեղծը այս երկրի քաղաքացին է եւ իմ կարծիքով ինքը չի կարող խուսափել իր երկրում իր ժամանակում կատարվող իրադարձություններից։ Ինքը պետք է այսպես թե այնպես արձագանքի։ Եվ այդտեղ ոչ այնքան քաղաքականությունը, որքան իրականությունն է, ժամանակն է, թափանցում, մտնում պոեզիա, բանաստեղծություն, առհասարակ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն։ Մենք այստեղ պոեզիա ասելով նաև հասկանանք արվեստի մյուս ճյուղերը, երբ պոեզիա ենք հիշում։ Կան գրողներ, բանաստեղծներ, որ ճիշտ հակառակը կասեն, ես չեմ վիճում իրենց հետ, դա իրենց հայացքն է, իրենց կարծիքն է, սա իմ կարծիքն է։ Եվ բնականաբար ես միշտ սկսած 88 թվականի ազգային զարթոնքից, շարժումից մշտապես արտահայտել եմ այն, արձագանքել եմ այն բոլոր իրադարձություններին, որոնք երկրում կատարվել են։ Իսկ թե որն է պոեզիան, թե քաղաքականությունը, ինչպես նշեցիք, խոսքն է զորեղ։ Զորեղ, հա։ Ուրեմն սկզբում պոեզիան է։ Վերջում է քաղաքականությունը իր խոսքը ասում։ Ուրեմն մենք հիշենք, որ 1988 թվականին ազգային զարթոնք ապրեց ի վերջո տասնամյակների մտքի, մշակույթի, գրականության խտացման հետևանքով մեր ժողովուրդը պոեզիայի եւ ոչ միայն պոեզիայի խթանեց, մենք ունեցանք ազգային զարթոնք, մեր անկախությունը վերակյորտեցինք, մեր ազգային խորհրդանիշերը վերադարձրեցինք, ազատամարտ հաղթեցինք եւ մեր անկախությունը այդ ազատամարտի բովով անցավ, թրծվեց այդ կրակների միջով, եթե մյուս հանրապետություններին այդ երբեր նվեր էր, մերը նվեր չէր։ Այո։ Բայց ի վերջո եկավ վերջում քաղաքականությունը որոշեց, որ Արցախը Ադրբեջան է։ Հիմա այստեղ հասկանանք, որն է առաջնային եւ որն է զորավոր։ Սկզբում բանաստեղծությունն է, որը օգտագործվում է, որը բոլոր ժամանակներում շահարկվել է նաև, չարաշահվել է։ Հիտլերն էր օպերայի, Վագների երկրպագու, հավաքում էր արվեստի հազար գործեր ֆաշիստները եւ այլն, նրանց գրպաններում հայնեի հատորներ եւ այլն, ասենք ինչպես Նիչեին օգտագործեցին, Նիչեի գիրքներ Բախի երաժշտության տակ տանջամային անում հրյաներին եւ մյուս գերիներին եւ այլն։ Հիմա այստեղ սկզբում վերում ոգևորում է բանաստեղծությունը, պոեզիան տանում է առաջ, ինքը առաջնային է, ինքը պատրաստողն է, ինքը մատուցողն է, ստեղծողն է, բայց քաղաքականությունը գալիս վերջում ոչնչացնում է պոեզիային, բարձր իմաստով եւ իր խարդախ խոսքն ասում։ Այստեղ է որ պոեզիան դառնում է
այդ զորավորը դառնում է վերջում անզոր։ Ինչպես պոետը կարող է ինքը զորավոր, բայց իրականում շատ անզոր էակ է։ 2018-ին դուք Facebook-յան ձեր պատին տեղադրեցիք մի բանաստեղծություն ապոկալիպտով, որ մեծ վրդովմունք առաջացրեց ընթերցողների շրջանում։ Սակայն կես տարի չանցած Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գլխովին շուռ եկավ եւ ժամանակը ասես սկսեց կրկնել այն, ինչ գրել էիք այդ բանաստեղծության մեջ։ Դա մարգարեություն էր, կանխատեսել էիք, ինչու գրեցիք այդ բանաստեղծությունը։ Ուրեմն ձեզ ասեմ, ժամանակ ապոկալիպտիկ էր։ Այդ էր պատճառը, որ այդ 8 տողանոց բանաստեղծությունը, ես չես ինքը բանաստեղծական, չգիտեմ ինչ արժեք է, եսի ինչ է, ոչի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ներվին կպայես։ Ապոկալիպտիկ վիճակ էր երկրում։ Հակառակ դեպքում 2 ամիս հետո չէր պայթի այդ թավշի հեղափոխություն կոչվածը։ Եվ վերջո պայթեց, որովհետև երկիրը հասել էր այդ ապոկալիպտիկ վիճակին։ Բայց այնտեղ մի ուրիշ նրբություն կա։ Ես ապագան եմ ասում։ Նեղելու է կեղծիքի մեջ ու ստի։ Եվ այսօր նեղում է կեղծիքի մեջ ու ստի իմ երկիրը։ Բառացիորեն, դա սև մարգարեություն է ցավոք։ Մենք հաճախ ես չեմ ուզում ինձ չգիտեմ ինչ բաներ վերագրել, ես ով եմ չգիտեմ ինչ եմ, շատ սովորական, շատ համեստ մարդ եմ ասեմ, բայց երբեմն գրողը կամ նկարիչը կամ երաժիշտը մեսեջ է ստանում, հա, հաղորդագրություն է ստանում վերևից, ինքն էլ չի գիտակցում։ Այդ պահին ինչու քնից արթնացավ, ծխում էր սուրճի բաժակը ձեռքից ու գրեցի, իհարկե օրերի, ժամանակի, ամիսների, տարիների կուտակում էր դա նաև։ Ու հանկարծ գալիս այդպես է դառնում։ Սա ժամանակը դրա համար այդպիսի պայթյուն առաջացեց։ Բայց 21-րդ դարում, եթե մենք ասում ենք այդ զվան, մեր երկրում խոսքը, բանաստեղծական խոսքը, այդ միակ դեպքն է, որ այդպիսի պայթյուն առաջացրեց։ Սա էլ կա արդեն խոսքի ուժն է։ Ուղղակի պետք է ինչպես Էմինն է ասում, խոսքը զենք է, զգուշ գործածի տեղին իմացիր որտեղ, եթե ճիշտ վայրում, ճիշտ տեղում ես գործածում, ինքը թնդանոցից ուժեղ է։ Ինքը միջուկային զենքից ուժեղ է, եթե այդ պահն օգտագործելու ճիշտ ասելու։ Ինչ բանաստեղծություններ եք հիմա գրում։ Հիմա ես նաև ասեմ ձեզ, այդ նույն ժամանակահատվածում ամիսներ հետո ես գրեցի Թավշյա Հապովսյան բանաստեղծություններ շարքը, որ դրվեց 18 թվականի մայիսի 25-ին գրանիշում, այնտեղ այդ բանաստեղծությամբ էր սկսվում, որովհետև սա ինչ-որ տեղ ահազանգ էր, կոչնակ էր, դառավ այդ օրերի համար, կամ մի բանաստեղծություն կոչվում է Կուլիս։ Դա գրել եմ մայիսի 4-5-ին։ Այս մայիսի։ Չէ, 18 թվականի։ Ինքը իրանք այդ շարքը 18 թվականի մայիսի 25-ին հիմա կարող եք մտնել գրանիշ, տեսնել ամիսաթիվով կա։ Լավ 25 հաշվենք։ Այնտեղ ունեմ այդպեսի տողեր նոր գուշակության պես է, էլի չգիտեմ ինչու, Կուլիս է կոչվում, Համլետի եւ Ֆլայարտի մենամարտի այդ բանն է, ինչ որ բան նեղել է Դանեմարկում Միլորդ, այդպես է սկսվում, ես ասում եմ դեռ խոսվելու ենք սրից սայրը թունավոր մենամարտում արքայի մատնած։ Եվ չսխալվեցի։ Գիտենք, որ արքան թունավորում է, բաժակը և սրերը մենամարտի ժամանակ։ Մենք կորցրեցինք Արցախը։ Փակագծերը չեն բացում երկար, այսինքն շատ վարս այդ է կա։ Հետո գրեցի վերնագրով, էլի փակագծերը չեն բացում, դա 20 թվականի դեկտեմբեր, սկիզբները նոյեմբերի վերջ։ Այդպես շարքով կան գրվել են, լինում է, ստացվում է, գրում ես, ես չգիտեի 2018 թվականի մայիս ամսին նորից եմ կրկնում, դեռ խոցվելի ենք սրից սայրը թունավոր մենամարտում արքայի մատնած։ Բացատրելու մեկնաբանելու բան չկա, պարզ ասված է։ Հիմա ես 4 տարի է աշխատում եմ մի գործի վրա, հիմա տպագրական ընթացքի մեջ է, 2021 թվականի փետրվարին եմ սկսել, մի 3 ամիս գրեցի, 3 ամիս խմբագրեցի, այդ
պատերազմից հետո շատ ծանրացել էր անդրադառնալ մեր բանոսությանը մի թեմայի, մի նյութի, որը շատ կարևոր կլինի մեզ համար ոգի տվող։ Ի վերջո գրականության խնդիրը նաև երկակի մենք կարող ենք ասել գրողը հավատում է այն խնդրի երազավոր տալիս է եւ հանկարծ մի օր իրականություն է դառնում։ Ինչ եք գրում։ Իսկ համաշխարհային քաղաքականության եւ այլնի վրա ես հիմա ասեմ, արագ այդքան էլ չի ազդում, որ միայն հին հունական մշակույթը բավական էր, որ աշխարհում պատերազմներ չլինեին։ Ասում են աշխարհը Շեքսպիր կարդա պատերազմ։ Աշխարհը Շեքսպիրը կարդում եւ պատերազմ անում։ Եվ պատերազմ արողների զգալի մասը լավ գրականություն գիտեն, մշակույթ, արվեստ, ինչպես Հիտլերին ես դիչ առաջ հիշեցի։ Դա դեռ մի քիչ փոքրիկ շահվեցի։ Ուրեմն ես անդրադարձա մեր էպոսի առաջին ճյուղին, Անդրանիկ ճյուղին։ Սանասար եւ Բաղդասար։ Ինչու՞։ Սասունը կառուցում են որպես պետություն։ Ես այսօրվա շեշտադրումների մեջ եմ նայել, դիտարկել Քուրտիկ Ջալալին են հանում ծովի հատակից, Թուրքիացակին, Ուժանստանում Սասունն են կառուցում, այդ տարբերակով եմ ես գրել, և այնտեղ պետության, եթե նայում եք, պետք է կարդալ մանրամասներով ես ամբողջը այսօրվա շեշտադրումների անհրաժեշտության մեջ եմ ես ներկայացրել, ունենալ կայուն պետություն, հմուտ առաջնորդ եւ արժանապատիվ խաղաղություն։ Մեր էպոսում շատ բարձր է համամարտկային է դա։ Ամեն ինչը փորձել եմ պահել եւ իմ գյուղական միջավայրում ապրող լինելն ինձ օգնել լեզվի գրական լեզուն է նաեւ այդ կոլորիտը ստեղծել եմ էպոսի։ Դա շատ կարծում շատ կարեւոր ինքը ուղերձ է։ Հա, ստեղծագործություն է։ Ինքը հիմնականում հասցեագրված է պատաններին, ես անտարես եմ ասի, որ այդ մատենաշարով տպագրենք, որտեղ համաշխարհային գրականության 90%-ը պատաններն է հասցեագրված, հատկապես մեր էպոսը։ Ինչն է նպատակը, ես ազատ ոճի մեջ եմ նաև մշակել, տվել նախ էպոսի լեզուն եւ այլն, ազատ բանաստեղծությունը ունենալ, եթե պատանին տարիքում կառուցում կարդում է ու հասկանում, որ ինքը պետք է ունենա պետություն ստեղծի, եթե պետություն ունենաս չես պարտվի, ուժեղ լինող երկիրը, ես հասկացա, տեսա, որ մեր պետականությունը խարխլվում է պատերազմից հետո, այդ էր, ինչու ես գրեցի հիմա այդ ստեղծագործության անդրադարձա, երկու գիրքարանք ընկավ, սա թե դրա համար մի քիչ ձգվեց, կարող է 21 թվականին էջադրվելու որ տպագրվեր, բայց այդպես մնաց, մի քիչ ավելի հղկվեց։ Նկարազարդել է մեր ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, շատ գեղեցիկ։ Ուզում եմ այդպես նկարների ցուցահանդես շնորհ հանդեսը լինի, ինչն է նպատակը, այդտեղ էական չի հոսիկն է գրել եւ Հրանտ Թադևոսյանն է նկարազարդել։ Էական է ոգին բարձրացան, արժանապատիվ ոգին տալ է մեր այսօրվա, որոշակի այդ պարտված ծնկած վիճակից դուրս գալն է։ Եվ եթե 5 երեխա էլ կարդա ու իր մեջ դպրոցական տարիքից ամրանա պետություն սիրելու, պետություն պահելու, պահպանելու, ստեղծելու գաղափարը, ինքը ապագայում դառնա պետության ղեկավարներ, ուրեմն ես իմ նպատակին հասել եմ։ Սա է պատճառը եւ կարծում եմ, որովհետեւ մենք հայրենասեր ենք, մենք եւ այլն ենք, բայց ցավոք մեր մեջ չկա պետություն պահելու, պետականություն ունենալու այդ գաղափարը, մենք միայն նայում ենք մեր ընտանիքը, մեր տունը, տնից դուրս հայրենիքը եւ այլն չեն, սա է որ ինչքան էլ բացատրեմ, գործային ազդեցությունը չեմ կարող այս պահին թողել, բայց կարծում եմ հաջողված գործ է, անհրաժեշտ գործ է այսօր եւ հիմա այդ տպագրական ընթացքի մեջ է։ Անհապեր կսպասենք այդ գրքին։ Ես անպայման ձեռք կբերեմ իմ աղջկա համար։ Պոեզիայի քաղաքական, քաղաքացիական նշանակության մի ուշագրավ դեպքի կուզեմ անդրադառնանք, որ տեղի է ունեցել անտիկ Հունաստանում։ Աթենացիները երկար ժամանակ հակամարտության մեջ էին Հարևան քաղաքի բնակիչների հետ Սալամին կոչվող կղզու համար։ Եվ պատերազմն այնքան էր ձգվել, որ աթենացիները ուժասպառ էին, այլևս ջլատված եւ ուժասպառ եւ որոշում է կայացվում արգելել պատերազմական որևէ քարոզչություն։
որպեսզի դադար լինի, հանգիստ լինի, համակերպվեն գուցե իրողությանը եւ օրինախախտը դատապարտվելու էր մահվամբ։ Սակայն Սողոն անունով մի երևելի աթենացի, որ համարվում է աթենական դեմոկրատիայի հայրը, դուրս է գալիս հրապարակ եւ խելագար ձևանալով կարդում մի բանաստեղծություն նվիրված հենց Սալամին կղզուն։ Եվ բանաստեղծությունն այնպես է ազդում աթենացիների վրա, քաղաքացիներն այնպես են ոգևորվում այդ բանաստեղծությունից, որ առնում են իրենց զենքերը, հարձակվում հարևան քաղաքի բնակիչների վրա եւ ազատագրում կամ վերանվաճում, դժվարանում եմ ասել այդ երկուսից որը, կղզին, ցանկալի կղզին։ Դժվար է ասել, թե այս պատմությունը Սողոնին վերագրվող լեգենդ է, թե իրապատում, բայց հետաքրքիր է իմանալ, թե այս օրինակն ինչպես է տրանսֆորմացվում մեզանում, որպես հուշ, թե ավելին։ Ուրեմն նաև այդ խելագարներն են, որ որոշում են, ինչպես ես քիչ առաջ ասացի, ազգային զարթոնք ապրեցինք, խելագարության հետևանքեր, այդ այսինքն լավ իմաստով բանաստեղծության գրի մեծ պոետ էր, մեծ օրեսդիր էր, փիլիսոփա Սողոնը, այո, բանաստեղծությունը իր գործն արեց, ոգևորեց գնաց եւ Գիտեք, որոշակի զուգահեռներ կան, պատմության մեջ ժամանակները սիրում են զուգահեռվել, կրկնվել, եթե ոչ ամբողջովին մասամբ։ Մեր իրականության մեջ էլ այսօր գրեթե չի խրախուսվում պետականորեն Արցախ տեղանունը օգտագործել եւ այլը, Արցախի հայության վերադարձ եւ այլն մոռացեք, նույն, հա։ Առհասարակ Արցախ բառը։ Այո, եւ այլն, կարծես Արցախը չի եղել 10-րդ նահանգը մեծ հայքի կամ էլ ասենք Տիգրան Մեծը երևի Հեյդար Ալիևի պապն էր, որ Արցախում կառուցել էր Չորս Տիգրանը քերթերից մեկը, որովհետև ինչպես երեք մի արաբ էի լսում, ասաց քարաբ է, մուսուլման եւ այլն ասաց 2000 տարի ավել անվտանգության միջուկը, այսպես ասած Հայաստանի Արցախն է եղել։ Հիմա արեց իր գործը բանաստեղծությունը։ Բայց Սոլոնից հետո, եթե ասենք այդ նույն կղզին վերադարձնեին, այդտեղ բանաստեղծությունը արեց ու մեռավ։ Այսինքն, էլի ես քիչ առաջ ինչպես ասացի, բանաստեղծությունը հաղթեց, ինքը էմոցիաներ զգացմունքներ տարավ, ոգևորեց, փիլիսոփայություն է, ամեն ինչ է, բայց իրականությունը այն ուժին, չար ուժին պարտվում է, որի առաջ ինքնազոր է։ Այո, այստեղ է մենք միշտ ասում ենք բնության մեջ միշտ բարին հաղթում է ի վերջո չարին։ Բայց այստեղ գալիս է, որ այդ բարին լույսը խավարի առաջ ընկրկում է։ Սա է նույն։ Հիմա լինելու են խելագար Սոլոններ։ Մեր պատմության մեջ եղել են եւ ելի են լինելու ապագայում։ Չգիտեմ, կարող է վաղ առավոտել լինի ու այս ոգևորությունը, որ ժողովուրդը նորից ստացվի արտնանա հասկանա իր արժեքների տերն է, կրողն է, ինչպես հաճախ եղել է հակառակ դեպքում 1000-2000 տարի հետո առաջ մեր ժողովուրդը արդեն ոչնչացած կլիներ, եթե չի ոչնչացել, ուրեմն կամ մի հզոր երակ մի ուժ, որը մեզ պահպանել է։ Սա է, որ նորից իր արժեքներն է վերականգնում, ստեղծում, իր այսպես փշուրներից puzzle է հավաքում, բայց էլի ժամանակները գալիս են այդ հազիվ, այդ սրտին մոտիկ, սրտի մեջ հավաքած այդ puzzle-ը, որ սերունդներ են հավաքել, մեկ էլ ավերում են։ Այս բախումները, պահերն են։ Մի հետաքրքիր նրբություն կա այս պատմության մեջ, Սողոնը իր բանաստեղծությունը տեղ հասցնելու համար խելագար ձևացավ։ Մինչդեռ որքան պոետներ իրենց կյանքով են հատուցել իրենց պոեզիայի համար։ Այս երկու օրինակներից ձեր կարծիքով որն է բարոյապես ավելի ազնիվ։ Պոետին պետք է երկիրը, պոետին պետք է քաղաքը ամեն ինչը։ Բայց հաճախ պոետը պետք չէ երկրին եւ քաղաքին։ Հաճախ պոետին տրորում, սպանում, ոչնչացնում։ Մեր գրականության մեջ բազմաթիվ դեպքեր գիտենք, համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ դեպքեր գիտենք։
վերջո Չարենցին, Բակոնցին, որ մեկին ասեն։ Եվ աշխարհում։ Սա է, որ բայց պոետը նաև նահատակ է իր խոսքի, գիտեք, դու այնպես պետք է գրես, այնպես պետք է խոսես, որ քեզ սպանեն։ Պոետը ճշմարտությունն ասողն է, ճշմարտությունը փշոտ է։ Իսկ այնպես պիտի ասես, որ սպանեն։ Վերջո նահատակներ, պոետների մեծ մասը նահատակ է, Պարուսևակը նահատակ էր, իր խոսքի նահատակներ։ Ինչ որ ուզում լինի Չեխոսլովակիայում եւ այլնում ցույցեր են արել այդ ժամանակ իր պաստառների վրա հակասովետական գաղութներ էին տարել են Պարուսևակի տողերը։ Չարենցը նահատակ էր, շատերն են նահատակ եղել։ Ինչ որտեղ Տերյանն էլ նահատակ էր, հիմա ինչպես նրան ուղարկեցին, ինչպես գնաց Օրենբուրգ այդ հսկան մեր լեզվի մենք Տերյան ճիշտ չեն գնահատել, ամբողջովին չեն կարողացել գնահատել այդ փառահեղ հեղինակին մեր այսօրվա լեզունը եւ մեզ քաղաքացիական այդպես կուլտուրա բերողն է։ Սա է, որ ինքը նաև նահատակ է, ինքը նաև պետք է նահատակվի։ Ասենք Պուշկինն էլ կարող մենամարտում նահատակվեց, մենք բազմաթիվ դեպքեր գիտենք։ Սա նաև պոետի ճակատագիրն է։ Պոետը չպետք է խաբի, չպետք է փորձի դուր գալ, չպետք է փորձի հաճելի լինել։ Մենք ունենք որոշակի բանաստեղծություններ, բաներ, որ խորհրդային միության եւ այլնի ժամանակ իհարկե իրենք արդարացում կարող են գտնել, ասել, որ մենք այդպես ոգևորելով բերեցինք ազգային զարթոնք։ Դու ադամանդ ես, դու երկնքի աստղ ես եւ այլն։ Բայց կա նաեւ ճիշտ ասողը։ Ասենք պոետեր ինձ համար Հովհաննես Մկրտիչը։ Եվ զայրույթի մեջ չէ՞ որ Աստծո մարգարե էր, առաքյալ էր, եկել էր։ Նա պիտի փրկին Մկրտել։ Ասում էր իժի ծնում էր։ Եվ այլն։ Կար այդ չեր խափում, չեր թաքցնում։ Եվ նա իր այդ ասելով ավելի սթափեցնում էր, երբ չես խափում, դու ճիշտն ես ասում, ավելի ես օգնում մարդկանց։ Դա է քո առաքելությունը։ Քան դու խափես փափուկ թմբիր, ինչ որ թմրանյութով բարձ դնես գլխի տակ, խափված ժողովրդին նորից մի անգամ խափես։ Միայն ես գիտեմ, տեսնում եմ շատերը այսօր մեր արվեստագետներից փորձում են, չգիտեմ, միավորներ հավաքելու համար շողոքորթել, խափել եւ այլն, անհարկի գովերքել, շողում խոսքեր բառեր ասել, բայց հետո առանձնության մեջ ավելի վատ բաներ ասել, դե ինչու էկրանում չէիր ասում, այնտեղ փորձում էր լավ տղա խաղալ, դու այդպես վատություն ես անում քո ժողովրդին։ Միայն ճշմարտությունը, այդ ճշմարտությունը դառն է, փշոտ է, եւ այդ ճշմարտությունն է, որ պետք է օգնի։ Եթե սխալվել ենք, եթե սայթակել ենք, պետք է ասենք, այստեղ սխալվել ենք, այստեղ սայթակել ենք, եթե այլևս չկրկնենք։ Մեկ ուրիշ օրինակ էլ կուզեմ քննարկենք դարձյալ անտիկ Հունաստանից։ Սողոնն արդեն հանդերձյալ աշխարհում էր եւ ավելի դեմոկրատական Աթենքում Պլատոնը գրում էր իր պետություն աշխատությունը։ Իդեպ Պլատոնը մայրական կողմից սերում է հենց Սողոնի տոհմից։ Եվ այդ աշխատության մեջ Պլատոնը նշում է, որ ինքը իր վիրտուալ իդեալական քաղաքից վռնդելու է բոլոր պոետներին եւ շատ կոնկրետ մեղադրանքներ ուղղելով պոետներին պատճառաբանում է թե ինչու։ Առաջինը, որ պոետները նմանակում են եւ որ ամենավատն է չեն էլ գիտակցում, որ իրենք նմանակում են։ Երկրորդը, որ պոետներին խորթ է փիլիսոփայությունը եւ երրորդը, որ նրանք հարուցում են հոգեկան տառապանք եւ ցավ, պոետական հմայքը հարակից է նենգությանը եւ ոչ մի լավ բան չի առաջացնում եւ ահա պետք է փակել այդ էջը, վռնդել նրանց, ինչ կարող է լինել այն քաղաքին, որտեղից վռնդում են պոետներին։ Ուրեմն ասեմ, նախ Պլատոնը իր աշխատությամբ ինքը պոետ էր։ Դա իդեալական
հանրապետություն, հասարակարգ եւ այլն, որը մինչև հիմա անիրագործելի է։ Պոետներն էլ են գրում այդպես, բայց ժամանակի ընթացքում հնարավորինս ավելի իրագործելի է եղել պոետներին։ Ես չեմ ուզում համեմատվել, քիչ առաջ խոսեցի այդ գործը, որ գրել եմ, հա, որը ես վստահ եմ պիտի իրագործվի, հա, այդքան էլ անհնարին չէ։ Իմն էլ եթե որ նայում ես, էլի նրա հետ որոշակի զուգահեռներ է գնում Պլատոնի գործի հետ։ Այսինքն ինքն էլ գուցե ձախողակ պոետ է, գուցե ինչ-որ խնդիր ուներ։ Կար նաև հիշատակություններ, որ մի քանի տեղ հարբեցող բան, այդպես պոետները տեսել հիասթափվել են Պլատոնը, հա, այդպես էլ են լինում, հա։ Եվ այլն։ Ես նորից կրկնեմ, որ ասացի երկին, քաղաքը պետք է պոետին, պոետը պետք չէ քաղաքին։ Ի վերջո պոետին համահանեց խաչում են, տրորում, անցնում են։ Ես այն ծանր տարիներն մեր 90-ականների մանն բանաստեղծված, որ ընկնեմ մի ծառը տակ մեռնեմ, անգամ ծածկոց չես գցի վրաս, երկիր եւ այլն։ Սա է քաղաքին եք ասում, որ ծածկոց չես գցի։ Մենք գիտենք պոետներ, ասենք բանն էլ գրեթե փողոցում մեռել Լև Տոլստոյը։ Չիլո։ Հա, բայց Լև Տոլստոյն է։ Բանում գնացքի բանում է, կայարանում է, տնից մի 3 օր հեռացել է, բանում է ինչ հոգեվիճակ եղել եւ Տերյանի գլխավորությամբ կազմակերպել է հայ ուսանողներն հիմնականում հարկավորել Տոլստոյին։ Մոռացված, բայց կոմս էր։ Մեռել է մի 2 օր մնացել է այդտեղ, այլն թաղմանը չնել եկել հայ ուսանողներն են հիմնականում կազմակերպել թաղումը։ Այդպես է, ասենք որ ռուսների հայրն է համարվում։ Սա է էլի բանաստեղծի ողբերգությունը, որ առանց պոետի քաղաք չի կարող լինել։ Բայց միշտ վերջում կավության նոխած դու խանգարում ես, դու այս ես, դու այն ես, հա։ Եվ պոետը դառնում է արդեն այդ խաչվողը, խաչին բարձրացողը։ Ի վերջո չգիտեմ, աշխարհի ինձ համար հիանալի բանաստեղծությունը հայր մերն է, որը ոտքի վրա փրկիչը ասաց։ Ուղղակի հարցրեցին ինչպես ինքը մի կատարյալ բանաստեղծություն ասաց, որը մինչև հիմա դու ոչինչ չես կարող հայր մերին ավելացնել կամ պակասեցնել։ Հա։ Ասենք այդպես բաններ գողթան երկերն են մեր եւ այլն։ Ի վերջո էլի ամեն ինչի մեջ պոետը կա, ամեն լույսի մեջ պոեզիան կա, խաչվելը կա, նույնն էլ պոետի ճակատագիրն է, պոետը խաչվելն է։ Սա է որ Պլատոնը, չգիտեմ, ավելի իրական, ավելի բան է նայել փիլիսոփայորեն եւ այլն, որ պոետներ չպետք է լինեն, չի կարող քաղաքը պոետ չունենալ, այսինքն երկիրը գրականություն չունենալ։ Ժամանակը վավերացնում է գրողը, գրականությունը, թղթին է հանձնում։ Ինքը վավերացվում է, դառնում է իրականություն, մնում է։ Քանի դեռ թղթին չի հանձնել, ժամանակը չի գրել գրողը, ինքը անորոշության մեջ տեզերքում թափառելու է, անհասց է, վավերացվում է, դառնում է, երբ ինքը դառնում է գրականություն։ Շատ շնորհակալություն պարոն Հուսիկ հետաքրքիր, կարևոր եւ բուրըն զրույցի համար։ Պոետներին իհարկե հնարավոր է վռնդել քաղաքից, մանավանդ որ այդպիսի նախադեպեր եղել են աշխարհում եւ շարունակում են լինել։ Սակայն լեզուն, քանի այն կա, միշտ վերադարձնում է նրանց հաղճապակե կոշիկով, անհարմար եւ խիստ անհրաժեշտ։ Շնորհակալություն, կհանդիպենք։